Քաղցրաշենի այգիները մայիսի 13-ի կարկուտից և հեղեղումից հետո խոնարհվել են գետնին։ Դիղմի մեջ թաղված ծառերի ճյուղերին հատուկենտ ծիրաններ են մնացել։ Ջրի բարձր մակարդակին և ուժգին հոսքին չեն դիմացել անգամ պարիսպները։ Գետնին են խոնարհված։ Իսկ հեղեղումները ճեղքելով այգիները հասել են գյուղացիների տները, լցվել առաջին հարկերը։ Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ասացվածքը կարծես հենց Քաղցրաշենի և հարակից գյուղերի բնակիչների համար է ասված։ Մայիսի 13-ի տեղումների բարձրությունը հասել էր 1 մետրի, չխնայելով այգի, տուն ու քար։ Ճիշտն ասած, տենց տեսնում եք դուք ձեր աշխով, մոտ երևակայի 1 մետր բարձրության վրա է ջրի մակարդակը ստեղ։ Վնասիչապես այնտեղ չեմ կարող ասել, բայց հիմնական վնասը պարիսպն է, որ վնասվել է, դե որոշակի է ստիղմը, որ խնդիրը առաջացնելու։ Եվ արդեն առաջացրել է։ Քաղցրաշենցի Արշակ Գևորգյանը առավոտյան 7-ից բակի թոնրից ջուր է հանում։ Թոնրի հաց ընտանիքի անդամները շատ են սիրում։ Խմորը քարե տակ պատերին էին տալիս, կարմիր հաց դարձած հանում։ Հիմա միայն տիղմ ու ցեխաջուր են կարողանում հանել։ Տան ներքնահարկում ջրի տակ մնացին հորած պանիրը, պահածոները, մայրը հավելում է, կարտոֆիլն էլ։ Տիղմի մեջ են գոմն ու առաջին հարկը։ Նման աղետ երբևէ չեն տեսել։ Մի քանի օր առաջ էլ կարկուտը ջարդու փշուր արեց։ Սաղ հեսա տակը, հետի հերիք չեր, հիմա էլ ջր հեղեղը տեղ ունեցավ, տաներով բանով լծված այն, կողի մենակի մեջ էլ։ 6 հոգանոց ընտանիքն Արշակը հողագործությամբ է պահում, արևածագն այգում է դիմավորում ու ճանապարհում, տքնաջան աշխատում, այս տարի աշխատանքը հեղեղը տարավ։ Խղճում եմ ես գյուղի բոլոր այս տարիքի ջահելներին, տանջվում են ու արդյունք չկա։ Գյուղի հեղեղատարը պետք է ժամանակին մաքրել, որ ջուրը հունից դուրս չգա ու մարդկանց տուն չլցվի, նշում է Արշակը։ Մարդկանց ինչ-որ գործ են դնում, իրանց ենթականերին հետևել է պետք, սելավատարների մաքրման աշխատանքներ, հետևել է պետք, ոչ թե մարդուն դնես գործի, հետո ինչ որակով արեց գործը, Աստծուն է հայտնի։ Վարչական ղեկավարի խոսքով մայիսի առաջին կարկուտից հետո հանձնաժողով է ձևավորվել։ Կարիքների գնահատում են անցկացնելու, որն էլ ներկայացնելու են կառավարությանը։ Բնակիչների շատերը դիմում էին, ասում են, որ պետք է, եթե հնարավոր է, վարկերը սառեցնեն։ Մի խումբ բնակիչներ ուզում են, որ սուբսիդավորվի օրինակ գործարանները, որ վնասված բերքը գործարանը եթե մթերում է 80-70 դրամ, ինչ որ գումարել պետությունը սուբսիդավորի, գոնե մի 140 օրինակ 150 դրամ ընդունեն էլի հարցի լուծումը։ Քաղցրաշենի գլխին նորից սև ամպեր են կուտակվել։ Նորից կծեծի կարկուտը, թե կխնայի այս անգամ։ Բնակիչները հուսահատ Գագիկ Սուրենյանի դրական լուրին են սպասում։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։